Բարև ձեզ, ես Ինեսան եմ, Pure Pilates by Inessa ակումբի համահիմնադիրը, որը հանդիսանում է Հայաստանի առաջին եւ միակ մասնագիտացված Pilates-ի դպրոց ստուդիան։ Իսկ ես շարունակում եմ իմ ոդկասթների շարքը։ Այսօր իմ հյուրն է Աստղիկը, ով մոտիվացնում է ոչ միայն ինձ, այլ հազարավոր կանանց։ Աստղիկ ջան, ողջույն։ Ողջույն Ինեսա ջան։ Աստղիկ ջան, մենք արդեն մի քանի տարի անցնում ենք այս, կարելի ասել, Pilates-ի ճանապարհը միասին։ Իմ հիշելով մենք իրար հետ ծանոթացել ենք 2020 թվականին, եթե չեմ սխալվում։ Ես հիշում եմ քո ընկերներից մեկը, Նարինեն, որը որ իմ մոտ էլի ուզում էր գրանցվեր ու երկար ժամանակ տեղ չէինք գտնում եւ COVID-ի տարին ոնց որ ճանապարհ բացեց Նարինեին դեպի իմ անհատական դասերը եւ մի օր Նարինեն եկավ ինձ ասեց Ինեսա ջան, ես մի հատ ընկերուհի ունեմ, իրան պետքա գրանցեք ձեր մոտ։ Ինքը չի հարցնում, ես տեղ ունեմ, չունեմ, ասում եմ իրան պետքա գրանցեք, անունը Աստղիկա, ես ինձ կանգնել եմ, ինքը այնքան վստահ էր դրա մասին խոսում։ Խնդրում եմ Աստղիկ ջան, կասես Պիլատեսի մասին առհասարակ այդ ժամանակ նոր էիր լսում, արդեն ծանոթ էիր Պիլատեսին, ինչի որոշեցիր Պիլատեսով զբաղվել։ Իրականում Պիլատեսի մասին նոր չէի լսել իհարկե, բայց Reformer Պիլատեսը այդ ժամանակ ոնց որ նորություն էր, ես մինչև այդ էլի տարբեր մարզաձևերով զբաղվել եմ, այդ հաճախել եմ նաև Պիլատեսի ուրիշ տեղ, բայց այդ ժամանակ շատ ոնց որ համ նորաձև էր եւ նորություն էր այդ Պիլատեսը, բայց բացի այդ իմ համար շատ ոնց որ մոտիվացնող եք հենց դուք։ Ես որ տեսած ես, որտեղ մինչ այդ ես ոնց որ ավելի շատ մարզասրահում բաներով էի պարապում, այդ մարզասարքերով էի պարապում, էլի ինձ դուր էր գալի շատ, բայց երբ որ ես ձեզ տեսա, դուք արդեն մոտիվացիա եք իմ համար, որտեղ ես ձեզ տեսա ու այսի, ես էլ եմ ուզում սենց լինեմ։ Ու ես գալիս էի հաճախում էի ձեր մոտ այդ մատ պիլատեսներին, խմբակային, այո, բայց շատ էի ուզում գրանցվել Reformer-ին, բայց տեղ չկար։ Այդ ժամանակ այդ միակ Reformer-ն էր ընդհանրապես Հայաստանում եւ ընդամենը ակումբը ուներ մի հատիկ սարք եւ ես էլ ֆիզիկապես այո, պահանջարկն է բավականին մեծ էր եւ գրանցումները ես չէի կարողանում բոլորի տեղավորել։ Իսկ մինչ այդ քանի տարի եք արդեն մարզվում դուք։ Մինչ այդ ես երևի ընդհանուր առմամբ մի 10 տարի տարբեր բաներով զբաղվել եմ, փոխել եմ, սկզբից յոգա եմ գնացել եմ տենց մատ պիլատեսի, հետո եկա սկսեցի մարզասարքերով պարապել, տենց միշտ ուզեցել եմ, շատ երիտասարդ ժամանակ իհարկե չեմ պարապել, վերջի 10 տարին կարելի ասել, բայց այս վերջի արդեն փաստորեն 20 արդեն 6-րդ տարին է լինում, իմ ֆավորիտը մնաց այս պիլատեսը, որովհետև դրանից հետո եւ ես սկսեցի արդեն պարապել, արդեն մի ձևի կախվածություն բերեցի։ Շատ լավ կախվածություն է իրականում։ Աստղիկ ջան, իսկ օրինակ սպասումները, որ դու եկար առաջի անգամ Reformer-ի դասին, սպասումները արդարացան, դու պատկերացում ունեիր ընդհանրապես ինչ դասի ես գնում եւ ինչ անակնկալների ինքը քեզ բերեց այդ դասը օրինակ։ Ես իհարկե սպասումներ ունեի, իհարկե մինչև այդքան որ ընկերուհիներս էլ պարապում էին, արդեն տեղյակ էին ինչ որ չափով ինչ է իրենց ներկայացնում Reformer-ը, բայց երբ որ սկսում ես պարապել, նոր ես հասկանում եւ ինձ շատ դուր եկավ։ Հենց առաջին պարապմունքից ես հասկացա, որ ես ուզում եմ դրանով զբաղվեմ, դա սիրեցի այդ։ Շատ լավ, ես միշտ ասում եմ, թող բոլոր կախվածությունները լինեն Պիլատեսի կախվածությամբ պես։ Իրականում այն կարգի կախվածությունն է, որ ես ընդհանրապես իմ ուշացող մարդ եմ, էլի, ես մի քիչ պունկտուալ չեմ։ Բայց միակ բանն է Պիլատեսը, որ չենք ուշանում։ Երևի նկատել եք, կամ նա առաջինը ես ջան, այս արտահայտությունը իրականում լսել եմ արդեն շատ մարդկանցից, որ Պիլատեսը իրանց դարձել է շատ պունկտուալ։ Ոնց որ դու առաջինը չես։ Ես չեմ ուզում մի վայրկյան անգամ ոնց որ բաց տվեմ, այո։ Ու իրական ոչ թե չես ուշանում, որովհետև օրինակ, չգիտեմ, գումար եմ տվել չուշանամ, այլ բոլորս գիտակցում ենք, թե այդ ամեն րոպեն բաց թողած ինչքան լավ սենց անգին վարժություն ենք մենք
բաց չհասցրեցինք, այն սկիզբը չհասցրեցինք։ Ամենայն սկիզբը էլ ամենակարևոր մասն չեմ ուզում բաց թողեմ մեծ հաճույքով մինչև հիմա շատ նույնիսկ երբ որ գնում ենք հանգստանալու կամ ինչ որ մի պատճառով բացակայում եմ, իմ համար դա ստրես է, որ ես իմ պիլատեսս բաց թողեցի ու չեկա։ Ես արդեն 40 անց եմ, մոտենում եմ իմ 50-ականներին, դու արդեն 50-ականների սկիզբ ես։ Ես մի բան եմ նկատել։ Օրինակ, երբ որ ես մարզում եի 20 տարեկանում եւ ես մարզում եմ հիմա 40-անց տարիքում, ես իմ մարմինը լրիվ ուրիշ ձև է անցալում։ Մարզումը իմ մարմինն է ուրիշ ձև անցալում։ Եթե օրինակ 25 տարի առաջ ես գնում էի մարզումի, որտեվ ես գիտեի, թե մարզվելը լավ է, պետք է, նույնիսկ չուզելով էի գնում, բայց գիտակցում էի, դե որ շաբաթը 3 անգամ անպայման պետք է գնալ։ Գուցե տրենդի հետևից է եկել, հիմա էլ շատ մարդ ընկնում է տրենդի հետևից ու գնում է ինչ որ մարզաձևի, որ գուցե ինքը այդքան չի սիրում, բայց դե հիմա մոդա է, պետքա բոլորը մարզվեն։ Ես այդ տարբերությունը հիմա հստակ զգում եմ, իմ մարմինը, իմ գիտակցությունը լրիվ այլ կերպ է անցալում մարզումները եւ նույնիսկ ես արդյունքն եմ արդեն այլ կերպ տեսնում։ Բնականաբար պիլատեսի շնորհիվ է ամեն ինչը։ Դու այդ տարբերությունը երիտասարդ մարզվելու, թեկուզ 10 տարի առաջ մարզվելու եւ օրինակ պիլատեսով մարզվելու, պիլատեսից հետո մարզվելու, զգում ես ինպես այդ տարբերությունը։ Այո, ես զգում եմ, որ ավելի գնալով գիտակից եմ մոտենում այդ ամեն ինչին։ Այդ դրա համար է, որ ասում եմ ոչ մի րոպեն չեմ ուզում կորցնեմ, այ օրինակ եթե 20 տարեկանում այդքան չէի մտածի, որ դե լավ, մի 10 րոպե էլ ուշացանք, հա, ասենք մի բան էլ չարեցի։ Այդ տարիքում շատ ավելի ճիշտ ես ասում, ոնց որ ավելի տրենդի հետևից են գնում, բոլորը պարապում են, իրանք էլ են պարապում, որովհետև մեծ հաշվով այդքան խորը չեն մտածում, շատ քչերը երևի տենց խորը մտածում են ավելի հետագայի մասին, բայց տարիքի հետ դու հասկանում ես, որ դա նախ քո ապրելակերպն է դառնում եւ դու չես պատկերացնում քեզ առանց այդ մարզվելու Եվ պլյուս դու զգում ես, թե ինչքան ամեն պարապմունքից հետո դու ավելի ուժեղ ես դառնում, ավելի ճկուն ես դառնում, դու քեզ շատ լավ ես զգում պարապմունքից հետո։ Օրինակ Աստղիկ ջան, ես շատ եմ ուզում, որ իմ նման կանայք, քո նման կանայք մենք մոտիվացնենք առաջին հերթին մեր տարիքի կանանց, նաև մեզանից երիտասարդներին եւ նաև մեզանից մեծերին, որտեվ մարդ կա 40-անցա մտածում արդեն ուշ է, 50-անցա արդեն ուշ է, 60-անցա ոչ, երբեք ուշ չի։ Ես շատ եմ ուզում, որ ես ոգեշնչեմ նրանց, դու ոգեշնչես, նույնիսկ ավելի երիտասարդները մեզ նայելով ոգեշնչեն, որտեվ երբ որ մենք երիտասարդ էինք, մենք չէինք պատկերացնում, որ մեր մամայի տարիքի կինը կարա օրինակ շատ երիտասարդ տեսք ունենա, ինքը կարա անի ֆիզիկապես այնպիսի բան էլ, որ ինքը չկարողանա անի։ Ես հիմա ունեմ օրինակ մամա աղջիկ գալիս են մարզվելու, մամաները են սենց նենց բաներ են անում, որ աղջիկները դեռ դրան պատրաստվում են։ Մենք պետքա միանշանակ մոտիվացնենք մեր երիտասարդ սերնդերին, մեր տարիքի սերնդերին, ու ես վստահ եմ, ես հիմա 40 անց եմ, ես ամեն ինչ անելու եմ, որ ես 50 անց էլ նույն ֆորմայի մեջ լինեմ, նույն էներգիան ունենամ, իդեպ այս էներգիան ու այս երիտասարդությունը, որ ես հիմա զգում եմ, ես իսկապես երդվում եմ, ես 20 տարի առաջ ինձ այսպես չեմ զգացել, ոնց հիմա, ես ավելի թույլ եի, ես ավելի էներգիան իմ մեջ քիչ էր, ես այս իմ մոտ տպավորությունն է, որ ես ամեն տարի երիտասարդանում եմ, ոչ թե մեծանում եմ։ Ու հիմա օրինակ դու արդեն տատիկ ես ունես, թոռնիկ, իմ կարծիքով երիտասարդ քո ընտանիքի սերունդների համար էլ թեկուզ քո հարցիկները տեսնում են, չէ, թեկուզ ինքը չուզենա, ինքը կարող է մտածել նա իմ սկեսուր մայրիկը գնում է մի հատ ես էլ գնամ մարզվեմ թորնիկի համար է դա շատ լավ օրինակ է որ տան մեծերը այդպես ոնց որ հետևում են իրանց դու ինչ օրինակ ես ծառայում ձեր օրինակ երիտասարդ սերունդներին իրանք մարզվում են սիրում են ձերպես այո իմ հարսիկն էլ ինքը ճիշտ է հիմա դե նոր է ունեցել եւ հիմա տանն է մարզվում Ես հիշում եմ, դուք մի պահ միասին էիք գալիս։ Այո, միասին էինք գալիս, հիմա ինքը տանն է մարզվում, բայց վստահ եմ, որ հետո շարունակելու է, ուղղակի զուտ հիմա այս պահին երեխայի հետ է կապված, որ չի դուրս գալիս։ Բայց այո, ինձ թվում է, որ ես էլ ինչ որտեղ միգուցե հույսով եմ, որ օրինակ եմ ծառայում ավելի երիտասարդների համար, որովհետև ինձ էլ օրինակ են ծառայում ուրիշ ավելի տարիքով մարդիկ կարող է ոչ այստեղ, բայց էլի որ տեսնում եմ, որ մարդիկ մինչև շատ
մեծ տարիքում կարող են Այո, մարզվել, իհարկե, ակտիվ լինել իհարկե։ եւ իրականում այդ երիտասարդությունը ոչ միայն տարիք է, որովհետեւ վերջին հաշվով այդ տարիքը շատ Դա արագ հոգեվիճակ անցնում է, է, այո։ եւ չես կարող sense մնաս 20 տարեկան, մնաս 30 տարեկանում, բայց եթե հոգեվիճակդ երիտասարդ ես զգում, եթե հոգում դու երիտասարդ ես, դու չես էլ հիշում քո տարիքը, դու մոռանում ես, եթե դու ակտիվ ես, եթե դու թեթև ես, մի անգամ կարդացել էի, որ ասում է երիտասարդ կնոջը ծեր կնու մեծ կնոջից քայլվածքն է տարբերում, որտեվ երիտասարդը ավելի թեթև է քայլում։ Իսկ երբ որ դու մարզվում ես, երբ որ քո մարմինը տոնուսի մեջ է, ինձ թվում է, մենք բոլորս թեթև ենք քայլում, բոլորս թեթև ենք քայլում եւ դա կնոջ մոտ երիտասարդություն իսկապես գալիս է մի տարիք, որ այդ ծանրությունը կա, Աստղիկ ջան, ես քեզ ասեմ, դու շատ ես ոգեշնչում, իմ մնացած հաճախորդներին, որ իրանք իմանում են, որ դու 50-անց ես, որ դու թորնիկ ունես, նախ ոչ մեկ չի պատկերացնում, որ այդպես է, ու իսկապես մենք իրանք շատ մոտիվացնում ենք, ու ոնց դու ասեցիր, որ քեզ էլ մոտիվացնում են այլ օրինակ ավելի մեծ գուցե աստղերը։ Ես օրինակ մի բան ասենց հստակ հիմա տեսնում եմ, օրինակ իմ մամայի տարիքի կանանց ես դեռ Հայաստանում չեմ տեսել, օրինակ իմ մամայի տարիքին, որ ասենց սուպեր ֆորմայի մեջ է, բայց օրինակ արտասահմանի երգիչները, աստղերը մենք իրանց տեսնում ենք, ու ես հիշում եմ, երբ որ անցած տարի Ջենիֆեր Լոպեսը եկավ մեր մոտ համերգի, բոլորը հիացած էին նրա մարմնի կազմվածքով, բայց իմ համար դա արդեն այնքան պիլատեսով հանդերձ, այնքան սովորական էր, որտեվ ես գիտեմ, որ ես նույնձև լավ ֆորմայի մեջ լինելու եմ նաև իր տարիքում, ու ես ունեմ շատ արդեն հաճախորդներ էլ, որոնց արդեն սկսում ենք մենք հիացնել, անպայման չի մենք ինչ որ դրսի արտասահմանի աստղերի նայենք, արդեն մենք ունենք մեր սերնդի մեջ, մեր ազգի մեջ ունենք կանայք օրինակներ այդպեսի ուժեղ, որ երիտասարդներին շատ մոտիվացնում են։ Ինչպես ես նշեցի, ես 40-անց եմ արդեն եւ սա այն տարիքն է, որ կնոջը միշտ սկսում է վախացնել, որտեղ մենք մոտենում ենք մեր կյանքի ինչ փուլին, որտեղ մենք ուզում ենք թե չենք ուզում, մեր մարմինը, մեր հորմոնալ համակարգը ենթարկվում է փոփոխությունների, բայց օրինակ իմ մամաս էլ միշտ ասում է Ինեսա ջան, մեկը ինչ ուզում է լինի, դու որ հասնես այդտեղ, ես միշտ ասում չեմ մամ, ես մարզված եմ հասնելու այդ տարիքին ու ես վստահ եմ, որ նենց ոնց որ իմ մաման ա եղել, իմ տատիկն ա եղել, բնականաբար ես չեմ լինելու ու շատ կանայք վախենում են ու ճիշտն ասած էլի ասեմ դու ես իմ համար մոտիվացիա շատ որովհետև ես նայելով այն էներգիան ես տեսնելով այդ պարապմունքը որ դու անցկացնում ես ես տեսնելով ինչ լավ ֆորմայի մեջ ես մնում ես հասկանում եմ որ իսկապես դա հեքիաթներ չի ու շատ կանայք վախենալով են մոտենում ես ուզում եմ որ մենք միասին այդ կանանց ասենք որպեսզի իրանք չվախենան որովհետև մարզված կինը այդ տարիքում եւ չմարզված ես վստահ եմ որ ուրիշ ձև անցնում այդ փուլը եւ նույնիսկ բնականաբար որ այդ հորմոնալ փոփոխությունները տեղի ունեն չի ու դա բնական է դա նորմալ է դա պետք է այդ ամեն ինչը սիրել ոչ թե վախենալ որ ինչ փոքրիկ փոփոխություն տեղի է ունենում դու օրինակ ոնց ես ինչ որ անակնկալի ես եկել քո սպասումներ օրինակ չէ վստահ եմ որ դու էլ ինպես օրինակ անհանգիստ ես եղել որ վայ կարող է սենց լինի նենց լինի այդ սպասումները իմ կարծիքով չեն արդարացել չեն արդարացել այո եւ սահուն անցել են բոլոր փուլերով կարծում եմ որ այն որ մարմինը միշտ մարզված է դուք միշտ շարժման մեջ եք տոնուսի մեջ եք դա շատ մեծ կապ ունի ամեն դեպքում իհարկե մենք ոչ մեկս անխուսափելի է բնականաբար բայց օրինակ այդ հոգեկան այդ տրավման այդ որ այդ սպասումները չի լինում որովհետև դու չես ֆիքսվում դրա վրա ավելի շուտ դու ֆիքսվում ես քո առօրյայի վրա քո մարզումների վրա քո օրը անցկացնելու այդպիսի բաների արդեն չես մտածում դրա մասին եւ սահուն մի փուլից անցնում ենք մյուս փուլը շատ եմ ուզում որ կանայք չվախենան այդ շրջանից շարունակեն մարզվել ինձ թվում է ավելի կարևոր է ակտիվ լինել, ավելի ճիշտ է լինել ակտիվ, մարզվել, շարժվել, որը որ շարժումը դա կյանք է։ Այո, միանշանակ։ Կարամ ձեր ամուսնու մասին խոսամ, որ всё-таки նույնն է լիմի, որ իրանք ոնց են մեզ всё-таки օգնում, որ մենք մեզ պահենք ոնց որ ֆորմայի մեջ են թողում թուլանանք, էլի կարելի է դրա մասին ասել։ Աստղիկ ջան, մեր ամուսինները մի հատ sense նույն բան ոնց որ բնորոշ գիծ ունեն, նման երկուսն էլ իրար։ Ես հիշում եմ, որ դու շատ ես պատմել, որ քո ամուսինը շատ է սիրում, որ դու լավ ֆորմայի մեջ ես, որ դու նիհար ես, որ դու մարզվում ես, որ դու հանկարծ լցվում ես։ Բնական է,
իրանք մեզ շատ են սիրում, մենք լծվենք էլ, մեզ շատ կսիրեն, կընդունեն բնականաբար, բայց նույն պատկերը օրինակ իմ ընտանիքում է, ես Փորձում են մեզ տոնուսի մեջ պահել։ Բացի նրանից, որ ես էլ եմ սիրում, որ ես լավ ֆորմայի մեջ եմ, բայց այն, որ ես գիտեմ ինքն էլ է սիրում, ինձ դա շատ հարցերում օրինակ կանգնացնում է։ Գուցե եւ ինքը անտարբեր լիներ, կամ ձեր ամուսին օրինակ անտարբեր լիներ, չասեր, մենք գուցե եւ այսպես թուլանայինք, միանշանակ ու ես վստահ եմ, որ դա մեզ իսկապես օգնում է, որ մենք տոնուսի մեջ մեզ պահենք։ Մի քիչ կպատմես այդ մասին, ոնց է դա քեզ իսկապես մոտիվացնում է, թե եթե օրինակ այդ պահանջը ոչ թե այդ պահանջը, այլ այդ հիմա հիացմունքը քեզանով չի լիներ, դու կթուլանայիր, թե մեկը կհետևեիր քեզ շատ լավ։ Այ դժվարանում եմ ասեմ, քանի որ միշտ այդ պայմաններում եմ ապրել, հա։ Բայց ինձ թվում է, այո, ամեն դեպքում նրա ուշադրությունը էլի կարևոր է, որովհետև ես ամեն դեպքում ինչքան էլ որ հասկանում եմ, որ ինքը մեկ-մեկ էլ նույնիսկ կատակում է, մեկ-մեկ էլ էս ոնց որ մի քիչ ես հիշում եմ, թուլացրել ես քեզ բացեց, բայց ամեն դեպքում լարվում եմ, ձգվում եմ, աշխատում Իհարկե, որ ոչ, այդպես չի, ես դու էլ ես իր հիացմունքի առարկան ու ինքն էլ հիանում է, երբ որ մյուսներն են հիանում բնականաբար, տեսեք են Մուրադի դեմքով, չէ, անպայման իրանք տենց կանգնում եւ հիանում են մեզանով։ Ասիկ ջան, ես նախորդ մեր ոդկասթներում արդեն ասել եմ, երևի դուք շատերդ ինձանից լսել եք այն սահմանումը, որը ես սահմանել եմ կնոջ երիտասարդ մնալու, որ մինչև 60 տարեկան մենք մնում ենք աղջիկներ, 60-ից հետո նոր տիկիններ ենք դառնում, 80-ից հետո նոր ոնց որ սկսում են գնալ դեպի ծերացում։ Դու ինչ որ օրինակ սահմանափակում դրել ես, որ օրինակ ես կմարզվեմ մինչև, թե լավ, մինչև 80 տարեկան կմարզեմ, արդեն հերիքա, կամ մինչև 90 կամ լավ, թորներ կուղնենամ, հերիքա, կա նման սահմանափակում։ Հարաբերս նույնիսկ չեմ մտածում դրա մասին։ Իմ համար ես իմ հունով շարժվում եմ եւ կմարզվեմ այնքան, ինչքան որ կուզենամ։ Այսինքն ես իմ համար ինչ որ սահման չեմ դրել, կարծում եմ, որ երկար կմարզվեմ, որովհետեւ սա իմ ապրելակերպի մի մասնիկն է եւ չեմ մտածում դրա մասին։ Ուղղակի ապրում եմ, ուղղակի մարզվում եմ, ուղղակի Իրականում Ասիկ ջան շատ դուրս եկա, որ ասեցիր ինչքան կուզենամ, ոչ թե ինչքան կկարողանամ, որովհետև ուզենալը իսկապես արդեն այդ կարողանալուն շատ օգնում է։ Եթե ուզում եք, արդեն եթե միտքը ուզում է, միտքը գիտակցում է, միտքը արդեն մեզ դեպի այդ ունակությունը տանում է, այդ գերբնական ուժերը մեր մեջ արթնացնում է։ Եվ հետո օրինակ մի բան է, եթե մարզվեն, որոշեն մարզվեն 60 տարեկանում, սկսեն իհարկե շատ դժվար է լինելու եւ մարդիկ կարող է միանգամից իրանց մոտ չստացվի, այսինքն էլի ավելի շատ ուժ դնեն դրա մեջ, բայց եթե դու սկսում ես եւ անընդհատ շարունակում ես, այսինքն քո մարմինը անընդհատ այդ շարժման մեջ է, տոնուսի մեջ, ինձ թվում է շատ ավելի հեշտ կլինի նաև հետագայում։ Այո, օրինակ եթե թեկուզ մեր մոտ գալիս է, օրինակ 60 տարեկան կին, 70 տարեկան, ես միշտ ասում եմ, արդեն որ դուք եկել եք, հասել եք ստուդիա, այդ արդեն այն ամենամեծ գլխավոր քայլն է։ Այո։ Ու դուք մի նայեք ամբողջ խմբին, դուք մի նայեք ով ինչ եմ, դուք արդեն ամեն շարժումը, ամեն, նույնիսկ ես իմ մամայիս էլ եմ ասում, որ մամ, դուրս արի քայլի, օրինակ ոչ մի ձև չեմ կարողանում համոզեմ, որ գամարզվի, որտեվ իր աշխարհ բանը մի քիչ ուրիշ ձև ուրիշ ձև է, երաժշտական ինչ որ բանի մեջ է ինքը, հա, բայց կարևորը ինքը եկավ շարժվեց, այսօր կարելի մի շարժում, վաղը կարելի երկրորդ շարժումը, դա համար երբեք ուշ չի, երբեք ուշ չի, մեզ բնությունը ստեղծել է այնպես, մեր մկանային համակարգը, մեր հոդերը, մեր ողնաշարը ստեղծված է բացարձակ շարժվելու համար, եւ դա մեզ հենց ամենամեծ առողջությունն է տալիս, նույնիսկ երբ որ օրինակ տատիկներ կան, ընկնում են, ոտք են կոտրում, չգիտեմ, տենց շատ է լինում ձմեռները հատկապես դեպքեր, ես միշտ այդ իմ հարազատներին, մոտիկներին ասում թեկուզ անկողնու մեջ դուք պետքա շարժվեք, մինչև դուք չշարժվեք, դուք ոտի չեք կանգնի։ Եթե արդեն միտքը իրանց տանում է նրան, որ վсё, ես ընկել եմ, ես ինվալիդ եմ, դա նշանակում է գնալով ավելի արագ ծերացում եւ այդ վերականգնումը արդեն չգիտեմ կլինի թե չի լինի։
փոքր քայլերով Այո, իհարկե։ կհասնեն արդեն մեծ ռեզուլտատներին, այո, արդյունքներին։ Իմ ամենասիրած հարցն է, խնդրում եմ ասես այն ամենամեծ տրանսֆորմացիան, որը որ պիլատեսը քեզ տվեց։ Ես միշտ ասում եմ, որ մեր կյանքը կիսվում է պիլատեսից առաջ եւ հետո։ Ամենամեծ որպես առհասարակ, ոչ թե մարզվող, այլ առհասարակ կին։ Ինչ փոփոխություն է զգացել, որն է ամենատպավորել քեզ, որ դու օրինակ չես սպասել, որ այդ պիլատեսը սենց բան կարող էր տալ։ Անընդհատ քեզ գեղեցիկ ձիգ զգալու այդ զգացողությունը, ավելի շատ նաև ուշադրություն դարձնել ընդհանուր առմամբ առողջ ապրելակերպին, նաև սնունդին, ընդհանուր գեղեցիկ լինելու եւ գրավիչ լինելու այդ զգացողությունը պիլատեսը տալիս է, որովհետեւ հենց նույնիսկ դասը այնքան գեղեցիկ է, դու դասի ժամանակ էլ երբ որ դու պարապում ես, քեզ շատ գեղեցիկ ես զգում այդ ժամանակ։ Պիլատեսը իրոք շատ մի տեսակ այդ ձիգ, այդ ուժեղ, այդ ամեն ինչը իրար հետ քեզ շատ գեղեցիկ է զգում եւ վստահ եմ, որ դասից առաջ եւ հետո այո, շատ բարձրանում է։ Բացի դրանից ամեն դասը նոր ոնց որ մարտահրավեր լինի եւ այն ինչ որ դու ասենք այս շաբաթվա սկիզբ ինչ որ նոր բան ենք սկսում, ասում ես, «Վայ, ես էս չեմ կարող անեմ, չի ստացվում իմ մոտ», մեկ էլ տեսնում ես, որ քո մոտ ստացվում ամեն մյուս դասին ավելի ու ավելի լավ, ու մեկ էլ արդեն վсё, դու այդ արդեն շատ լավ անում ես։ Հետո գալիս է մի հատ ուրիշ բան, ու նորից, «Վայ, ես մեր չսիրածն է», հետո նորից քիչ, այսինքն ոչ մի անհնարին բան չկա։ Ինչ խորհուրդ կտայր օրինակ 20 տարեկան աստղիկին։ 20 տարեկան աստղիկը ինչքան հասկացա չէր մարզվում։ Չէր մարզվում։ Ինչ խորհուրդ կտայր։ Ես 20 տարեկան աստղիկին կասեի հաստատ սկսի հիմիկվանից մարզվել, որովհետև դե երբ որ ես 20 տարեկան էի, մի քիչ ուրիշ դար էր, ուրիշ ապրելակերպ էր, ընդհանրապես այդ ամեն ինչին, այո, հնարավորություններ չկար այստենց բաների, եւ մենք ուղակի մեծացել ենք, բայց հիմա երիտասարդները ունեն այդ հնարավորությունը, իրենք շատ այդ կողմից ընտրությունն էլ է շատ։ Այո, ընտրությունը շատ մեծ է, իրանք շատ հաջողակ են այդ կողմից, որ ունեն եւ մեծ բախտավոր են, ունեն ընտրություն, ունեն ամեն ինչ, ինչ որ մենք ժամանակին չենք ունեցել։ Այո։ Եվ այո, եթե ես հիմա լինեի 20 տարեկան, ես հենց 20 տարեկանից կսկսեի մարզվել, եւ վստահ եմ, որ շատ ավելի լավ արդյունքների կհասնեն, ելուր լավ, բնականաբար, այո, ճիշտ եք ասում։ Нет предела совершенства։ Այո, այո։ Աստղիկ ջան, 20 տարեկան աստղիկին խորհուրդ տվեցինք։ Հիմա ես ուզում եմ, որ դու ինչպես կմոտիվացնես օրինակ 50-անց կանանց, որոնք չեն տրամադրվում ոչ մի ձև մարզվելու, շատ են ուզում, տեսնում են, բայց չեն կարողանում, այդ քայլը առաջին չեն կարողանում անել։ Ես կասեմ, թողեք բոլոր գործերը, մտածեք ձեր մասին, սիրեք ձեզ ու անպայման մարզվեք։ Դուք հետո ինքներդ ձեր շնորհակալություն կասեք, որ չալարեցիք եւ արեցիք այդ քայլը։ Ես միշտ ասում եմ, որ ձեր օրգանիզմը լեզու ունենա, ձեզ մեծ շնորհակալություն կասի։ Աստղիկ ջան, ես էլ քեզ եմ շնորհակալ հրավերս ընդունելու համար, ասեմ, դու ես ինձ համար իսկապես շատ մեծ մոտիվացիա ու ես անցնելով այս իմ 40-ականների տասնամյակը դեպի 50-ականներ, շատ տեսնելով օրինակ քեզ էլ մոտիվացվում եմ ու ավելի հանգիստ եմ մոտիկանում արդեն այդ տարիքին, ուզում եմ, որ ես էլ դու էլ մեր տարիքի կանանց երիտասարդ ավելի մեծերին մեր փորձով շարունակենք մոտիվացնել։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ Ինեսա ջան։ Սիրելի 40-անց, 50-անց, 60-անց կանայք, մարզվելը երբեք ուշ չէ։ Թող իմ եւ Աստղիկի օրինակը դրդի ձեզ անելու այդ առաջին քայլը։ Իսկ դուք սիրելի հետևորդներ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք ել ավելի հետաքրքիր հարցազրույցները։ Իսկ ես ձեզ սիրով կսպասեմ մեր ակումբում։